Պարոն Դանիելյան, ինչպես հասկացանք, եկել եք ձեր աջակցությունը հայտնելու տիկին Մարգարիտային եւ այն 10 ընտանիքներին, ովքեր այս պահին կայացության խնդրի առաջ են կանգնած, կընտրեմ մի փոքր մեկնաբանեք։ Տեսեք, նախ խնդրին ավելի մանրամասը ծանոթացա եւ խնդիրը հետեւյալն է, էլի տարիներ առաջ այս հասարակական կազմակերպություններին պաշտպանության նախարարությունը հատկացրել է, սա հատուկ որոշմամբ հատկացրել է իրենց գործունեությունը ծավալելու համար։ Շատ կարևոր գործունեություն է ծավալել, կազմակերպությունները շատ կարևոր գործունեություն են ծավալել, մի կազմակերպություն չէ, ինչպես ես ծանոթացա, մի քանի կազմակերպություններ են, որոնք որ այս ամբողջ ընթացքում, այս տարիների ընթացքում կարևոր կապ են հանդիսացել հասարակություն, բանակ եւ այն խնդիրները, այն խնդիրները, որ կա բանակում, այդ խնդիրները պաշտպանության նախարարության հետ լուծելով եւ այստեղ հատորներով տիկին Մարգարիտան ցույց էր տալիս այն խնդիրները, որոնք որ լուծվել են իրենց անմիջական մասնակցությամբ եւ դա շատ կարեւոր է եղել։ Պետք է մեր հայրենակիցների համար շեշտենք, որ այս մարդիկ հերոսների ծնողներ են, ընտանիքի անդամներ են, պատահական մարդիկ չեն այստեղ հավաքված։ Այդ մարդիկ իրենց ընտանիքին ամենաթանկն են տվել, իրենց երեխաներին են տվել, իրենց հայրերին են տվել։ Այսինքն այս մարդիկ են այդ խնդիրներով զբաղվողները եւ այս մարդիկ են այստեղ, որ այս գործունեությունը ծավալում են։ Եվ հիմա քանի որ գիտեք, որ ինչ գործընթացներ ա գնում եւ այդ գործընթացների կոնտեքստում գիտեք, որ մերձեցում ա գնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական եւ այլը, սկսում են քիրվայություն անել ադրբեջանցիների հետ եւ այս ամեն ինչի մեջ ուրեմն գալիս ա մի հատ որոշում են կայացնում, որով որ եթե չեմ սխալվում դեկտեմբեր ամսին կառավարությունը որոշում ա կայացնում, որ շենք շինությունը պիտի հանվի աճուրդի, առանց այս մարդկանց հետ զրուցելու, առանց խոսելու, առանց խորամուխ լինելու, թե այս մարդիկ ինչ գործունեություն են ծավալել, կամ հակառակը հասկանալով, որ ինչ գործունեություն են ծավալում, այդ երկուսից մեկն է։ Իմ կարծիքով իրենք լավ էլ գիտեն, ասենք եւ տիկին Մարգարիտան եւ տարբեր հասարակական կազմակերպություններ, որ մեկտեղվում են այստեղ, իրենց գործունեությունը տարիներ շարունակ ես օրինակ իմ պատանեկան հասակից հետևում եմ եւ շատ լավ գիտեմ եւ Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ տեղյակ չէ այդ գործունեությունից։ Եվ կարող եմ այսօր համոզված կերպով պնդել, որ սա կազմակերպված, ուղղորդված, նպատակադրված քայլ է, որպեսզի այս կազմակերպությունների աշխատանքը այլևս գոյություն չունենա։ Եվ ամեն ինչ փողի մեջ չէ, այսինքն այս նորից եմ կրկնում, տարբեր ժամանակահատվածներում, թե 90-ականներին, թե նաև այստեղ ծանոթանում եմ քառօրյա պատերազմի եւ 44-օրյա պատերազմի ընտանիքի անդամներ են, որոնք որ պետությունը պետք է իրեն գլխին դրած մանածի։ Պետք է ամեն խնդիր, որ այս մարդիկ մի հատ խնդրով իրենց դիմեն, պատրաստական են այդ խնդիրները լուծելու։ Ֆինանսական աջակցություն ցուցաբերի, նյութական աջակցություն ցուցաբերի, ամեն ինչով կանգնած լինեն այս մարդկանց կողքը, բայց չէ, խոչընդոտելով աշխատանքը պարզ է ինչ ծառայություն են մատուցում մեր թշնամիներին։ Սա ստորության, սա անմարդկային վերաբերմունքի գագաթնակետն է։ Ես բառեր, խոսքեր չեմ գտնում նկարագրել իմ վրդովմունքը, իմ զայրույթը եւ ասենք ինչքան կարելի է իջնել, ինչքան կարելի է հասնել այս չգիտեմ, այս շրիշակից էլ ներքև։ Պատրաստվում եք ինչ-որ քայլեր ձեռնարկել աջակցելու համար։ Իհարկե մենք եւ իմ այստեղ լինելը հենց դրա օրինակն է, ես եկել եմ իմ անձնական օրինակով ցույց տալու, որ ես կանգնած եմ այս մարդկանց կողքին, այդ կանգնած այն խոսքը չի, ինչով որ կարողանամ իմ падգամավորական մանդատի շրջանակները ոչ միայն падգամավորական մանդատի, այլ թե մարդկային, թե բարոյական, թե չգիտեմ, ինչ տեսանկյունից էլ որ նայես, մենք պիտի կանգնենք այս մարդկանց կողք, անկախ նայես, ես ազգային ժողովի падգամավոր եմ, падգամավոր չեմ, որպես հասարակ հայ մարդ յուրաքանչյուրս պիտի կանգնենք այս մարդկանց կողքը։ Ախր այդ մարդկանց հաշվին է, այդ մարդկանց սխրանքների, այդ մարդկանց արածների, այդ մարդկանց կյանքերի հաշվին է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը կա գոյություն ունի։
Եվ նման վերաբերմունք ցուցաբերել, ես նորից եմ կրկնում, էլի, սա բառերով, խոսքերով, ինչ որ նկարագրելու բաներ չի, որ ասեմ։ Նորից եմ կրկնում, յուրաքանչյուր հայ մարդու բարոյական մարդկային պարտականությունն է, որպեսզի կանգնի եւ թույլ չտա, որ այս ապօրինի գործընթացը տեղի ունենա եւ ես քիչ առաջ էլ տեղեկացա, որ գործը արդեն դատարանում է եւ դատարանում պետք է քննվի, անհապաղ պետք է վերականգնվի այստեղ խոսանքի մատակարարումը, մարդիկ իրենց բնականon գործունեությունը պետք է ծավալեն, այդ օրենքը, որը որ ըստ այդ որոշման կներեք, որ այն որոշումը, որի հիման վրա այս մարդիկ իրենց գործունեությունը ծավալել են, դա անվավեր չի համարվել, այսինքն պետք է շարունակի գործել, գործն էլ դատարանում է, դատական ընթացքից արդեն շատ բաներ բաց կլինի, բայց մինչև այդ այս մարդիկ պետք է իրենց բնականon գործունեությունը ծավալեն, այլ կերպ չի լինի։ Սա կրկնում եմ, սրանով մենակ կարա ուրախանա Թուրքիան եւ Ադրբեջանը։ Սա թշնամին կարա ուրախանա նման բանից, ոչ մի այլ երկրում նման բանի ականատեսը չեք լինի։ Ես կրկնում եմ, անգամ ամենահետամնաց, ամենաավտորիտար կամ չգիտեմ էլի, որը օրինակ բերես, նման բան չկա, գոյություն չունի։ Այնինչ մեր երկրում արդեն փոխանակ մեր հերոսների, ընտանիքներին, այս ծավալի աշխատանքը կատարած մարդկանց մի հատ էլ պետությունը խրախուսի, եղածն է ձեռքից վերցնում։ Ինչ անեն բա այս մարդիկ։ Բա ինչը բանակ էլ պետք չի։ Էլ հերոսներ էլ պետք չեն այս երկրին, բա ինչ օրինակով պիտի դաստիարակենք մեր երեխաներին։ Մեր մատաղ սերնդին ինչ օրինակով պիտի դաստիարակենք։ Այս օրինակով, որ այս մարդկանց շենքից հանում են։ Որ նման վերաբերմունք էին արժանացնում այս մարդկանց։ Ուղղակի ապշեցնող այս սա որևէ էլ եմ կրկնում բառի խոսքեր չեմ էլ կարող գտնեմ բնութագրեմ այս անմարդկային թշնամական վերաբերմունքը, սեփական հերոսների ընտանիքների նկատմամբ։